Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անավանեսյան, նախ իհարկե շատ լավ որ ՊՄԳ-ի մասին սկսեցիք խոսել, որովհետև երբ անդադ պարտք է բերում ֆինանսների նախարարությունը, բազմաթիվ դեպքեր ասում ենք, որ սա դասական ՊՄԳ է, կառուցապշինարարության աշխատանքները եւ ինչի դա չի օգտագործվում։ Հիմա հերթով մենյուն ասեմ, հետո այս Անդրեն անդամն։ Մյուս խնդիրը, որ ասում եք, փաստաթուղթը գոնե վարձակալության պայմանագիր է, ինչ են դրա տակ հասկանում, ես եկանք Զանգեզուրի Միջանցքի հարցին, ինչա գրված, ինչա հասկացում, կողմերն ինչ են հասկանում։ Ես կառաջարկեի մի հատ խոսեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այդ պայմանագրի մեջ արեք փոփոխություն, որովհետև պայմանագիրը վարձակալությանը։ Լավ, անցնենք մյուսին։ Հիմա IMF-ի հետ ես եմ հանդիպել, իրենք էլ վիճակագրության հետ կապված որոշ հարցեր ունեն։ Առաջի հարցը, որ ուզում էի տայի, դա վերաբերվում է պայմանական պարտավորություններին։ Նախ տեքստում պայմանագրային պայմանական ես չգտա, ես տեսնեմ պայմանական պարտավորություն եւ սահմանումն ասում է Հայաստանի Հանրապետության պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է դրանց հիմքում ընկած պայմանների եւ դեպքերի տեղի ունենալով։ Չէ, սահմանումն է։ Այսինքն պետք է ընդհանրեն, որ սահմանման մեջ պետք է այդ փոփոխությունը լիներ։ Եվ ավելի կարծում եմ, որ շատ կարևոր է, որ սահմանվեն, որոնք են այն դեպքերը, որոնք պայմանական պարտավորությունները դարձնում են վարկային պարտավորություններ։ Եվ կարծում եմ խորհրդարանը պետք է առաջնորդվի այդ դեպքերով։ Լավ, թույլ ենք տալիս, որ պայմանական պարտավորությունը դառնա պարտավորություն, վարկային պարտավորություն առանց հստակեցնելու, թե որոնք են այդ դեպքերը։ Մի քիչ կարծում եմ ճիշտ չի, հստակ եմ չի արտահայտվում։ Դա մեկ, երկրորդը կառավարության կողմից թողարկված մուրհակներ եւ այլ վճարային պարտավորություններ։ Մուրհակը, այս պահին մուրհակը առաջացած պարտավորությունն է։ Ինչի է ինքը գնում դառնում պայմանական պարտավորություն։ Խոսում եմ 6-ի 3-ի մասին։ 7-3-ը Տիկին Վարդանյան ամենայն հարգանքով իմ մոտ պետական պարտքի ներգրավման նպատակներ են եւ 7-3 ընդհանրապես Ես դրա համար երկու բան զեկուցեցի, երկրորդ մասում նաև խոսքը գնում է նրա մասին, թե ոնց է հաշվառվում։ Այսինքն պետական պարտքի վերջացնում։ Շատ լավ։ Մյուսը կենտրոնական բանկը, ես իրոք չեմ հասկանում կենտրոնական բանկը ինչի է առանձնացվում։ Որովհետև ինքը Հայաստանի համար, Հայաստանի լավ անունից չասեմ, անունը վերջ-վերջո կենտրոնական բանկ կառավարություն առանձնացված թղթի վրա գոնը։ Հիմա կգա մեր խորակարգի վերջի կետը, կտեսնենք թուղթը ինչքանով է տարբերվում իրականությունից։ Բայց դա անում ենք, փոխարենը վերցնում ենք համանքային պարտքը, դա մտցնում պետական պարտքի մեջ, ես դա ինձ հիշեցնում է 20 տարի առաջ կոնսոլիդացված բյուջեի գաղափարը, երբ համանքային բյուջեները մտցնում ենք պետական բյուջեի մեջ, հետո հասկացանք, որ դա այդքան էլ ճիշտ չի եւ դա հանեցինք։ Եվ նաև պետական ձեռնարկությունների կողմից ներգրավված պարտքն ենք մտցնում մեջ։ Ուզում դրա ռացիոնալը հասկանամ։ Դեռևս, եւ մյուս կետը։ Հանրային մեջ։ Հանրայինը վերջ-վերջը մտցնում ենք պետականի մեջ։ Եվ մյուսը եկամտաբերության փոփոխության մասին խոսեցինք, իհարկե այլ համատեքստում։ Բայց նախորդ մեր նիստը երևի մի 2 շաբաթ առաջ էր, չէ՞։ Ես դեռ 2 շաբաթ առաջ նախարարը խոստացավ ինձ եկամտաբերության փոփոխությունը Եվրոպարտատոմսերի ուղարկել, որտեղ ես կասկածում եմ, որ դրանք այնքան փոքր գործակներ են եղել, որոնք իրավունք չեն տալի ասել, որ օգոստոսի 8-ով պայմանավորված պետական ռիսկի պրեմիան ընկել է եւ դա ուղղակի ազդեցություն է ունեցել եկամտաբերության վրա։ Դեռևս այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, մի հատ ուղղակի բան ճշգրտեմ, մեր մոտ երկու տեսակի պայմանագիր կա իրականում ՊՄԳ-ի թեորիայի, միջազգային պրակտիկայի ընդունման տեսանկյունից։ Մեկը հետևյալ ձևն է աշխատում, երբ որ կազմակերպությունը ունի գին, որը ձևավորվում է իր ներդրումներից։ Այսինքն դա օրինակ հեծի պայմանագրերն են, այլոց պայմանագրերն են, որոնց հենց ուղղակի կառավարումը իրականացնում է հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովը։ Օրինակ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը մեր аэроպորտի, որը էլի
լրիվ բանի իմաստով PMG-ա չի կարգավորում։ Ինչու, որտեղ ինքը հատուկ պայմանագրերի համար է ստեղծված, ինքը չի կարգավորում ան բոլոր պայմանագրերը, որոնք մրցակցային ընթացակարգի արդյունքում ֆիքսված գնով պայմանագրեր են, դե ֆիքսված չակերտավոր, որտեղ գինը որոշ ֆակտորներից փոխվում է, բայց ոչ ներդրումներից։ Այսինքն այն դեպքերում, երբ որ մասնավոր գործընկերը գալիս է, մեզ ասում է, որ գիտես, ես այսքան էսա ներդրում պետք է անեմ, որ քո ենթակառուցվածքը զարգացնեմ, արի գինը տեսքան բարձրացրա, թույլ տուր գինը այսքան բարձրացնեմ, որ կարողանամ եկամտաբերության վրա գնամ, դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին է։ Այն բոլոր դեպքերում, երբ որ գինը կա, մենք ասում ենք ինձ հետաքրքիր չի, դու ոնց ես ներդրում անում, կարաս ընդհանրապես չանես, բայց իմ ենթակառուցվածքը պահի նորմալ վիճակում ու ծառայություն մատուցի, դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ կապ չունի։ Իհարկե լավ բան եք ասում, որ պետքա քննարկել նաև այդ տեսակի պայմանագրերը արդյոք պետքա կենտրոնացված ձևով կառավարվեն, արդյոք պետքա ամեն մեկը իր բանով կառավարի, բայց այս պահին համակարգը այդպեսին է, դա մի քիչ առանձին քննարկում է։ Պայմանական պարտավորությունների մասով մենք ճիշտ է որ ասեմ երկու մաս ունենք։ Մեկը դա ընդհանուր պայմանական պարտավորությունների հաշվառումն է, այսինքն որպեսզի ազգային ժողովը տեղյակ լինի բոլոր հնարավոր պայմանական պարտավորությունների մասին, հա, դա հաշվառման նպատակով է։ Բայց երկրորդ մասը դա հենց ֆիսկալ կանոններ են։ Եթե պայմանական պարտավորությունների հաշվառման նպատակով մենք վերցրենք շատ լայն, սկսած դատական վեճերից վերջացրած ցանկացած բանից, որը կարա պոտենցիալ ծախս առաջացնի պետության համար պայմանով, որ ինչ-որ մի հատ event ենք կարողացել գտնել, որ ասում ենք այստեղ եթե sense բան լինի, ապա պետության ծախսերը բանկանի։ Այո, դրա համար մենք ասում ենք ազգային, եթե օրինակ նայեք ֆիսկալ ռիսկերի զեկույցը, մենք դատական վեճերը եւս ներառում ենք, բայց տարբերությունը հետևյալն է, նման պայմանական պարտավորությունների հաշվառումը ինքը շատ խարխլուն է, այսինքն չկա որևէ կանոն միջազգային, հա, որով մենք կարողանանք իրան ասենք ասենք բերել մի հատ իրավիճակի, որը կարող է ֆիսկալ կանոնի նման աշխատի։ Այսինքն տեսեք, մենք ինչ ենք ասում ենք, եթե հանկարծ 70%-ից պայմանական պարտավորությունների, պայմանագրային պայմանական պարտավորությունների եւ երաշխիքների գումարը եւ պարտքի գումարը անցավ, դու կգաս ազգային ժողով, հանկարծ նոր պայմանական պարտավորություն երաշխիք չթողարկես։ Դա հստակ ֆիսկալ կանոն է։ Այս դրա համար մենք ասում ենք սա առանձին բան է։ Իրա համար մենք ասում ենք կան պայմանագրային պայմանական պարտավորություններ եւ կան երաշխիքներ, որտեղ պայմանագրային պայմանական պարտավորությունները հստակ են շատ։ Այսինքն ինքը ասում է, օրինակ, մենք ասում ենք, եթե զվարթնոցի դեպքում օրինակ, ասում ենք, եթե այս պահին, եթե օրինակ եկամտաբերության մակարդակը այսքանից չանցավ, ապա պետությունը պետքա թույլ տա երկարացնել պայմանագիրը կամ փոխհատուցել եկամտաբերության մակարդակը։ Այս դեպքում մենք գալիս ենք, ասում ենք, սա պայմանական պարտավորությունը հստակ է։ Անդրադառնալով ձեր հարցին, ես հասկանում եմ հետեւյալը, դուք ասում եք, կարաք մի քիչ ավելի շատ պատմեք դրա մասին, թե որոնք կարան պայմանական պարտավորություն լինեն, բայց պայմանագրայինները իրանք շատ հստակ են։ Իրանք ծախս են առաջացնում, այդ ծախսը կֆինանսավորվի նրա հաշվին, թե մենք օրինակ, չգիտեմ, դպրոց ավելի քիչ կկառուցենք եւ կֆինանսավորենք այդ պայմանական պարտավորությունների իրական դառնալը, թե պարտ կթողարկենք, որպեսզի դա բանանենք, տարբեր է, բայց ամենայն հավանականությամբ կարճաժամկետ հատվածում են, քանի որ իրանք առաջանում ու շատ արագ կարան առաջանան, դժվար մենք կարողանանք բյուջետային վերաբաշխում անել, ուստի դա կհանգեցնի պարտքի մակարդակի աճի։ Դրա համար ենք իրան փոխկապակցել պարտքի հետ հենց, այսինքն ֆիսկալ կանոնը ինչի են, որտեղ հարցեր առաջանում, իսկ ինչի օրինակ 60%-ը, չէ՞, դեռ կարելի էր ասել, օրինակ պայմանական պարտավորությունները սահմանեք 10%-ից չանցնի, օրինակ։ Ինչի 10%-ից չանցնի, անհայտ է ինչի ոչ 15%-ից։ Դրա համար մենք ինչ ենք ասում ենք, ինչքան ցածր է պարտքի մակարդակը, այդքան շատ է ռիսկ վերցնելու տեղը, ինչքան մեծ է պարտքի մակարդակը, այդքան այդ տեղը սկսում է սեղմվել։ Ու միակ դեպքը դառնում է կառավարության համար ինչ որ պարտքի մակարդակի համար, որ ինքը պետք է գա ազգային ժողովում ներկայացնի։ Կենտրոնական բանկի ասենք ասենք պարտավորությունները ինչի չեն հաշվառվում, իհարկե կա մոտեցում, որ ասում է գիտես լուբոյ բան, որը պետության հետ փոխկապակցված է, այդ թվում պետության մասնակցությամբ ընկերությունները, այդ թվում ամեն ինչը, որը պարտք է ու պոտենցիալ կարա հանգեցնի նրան, որ պետությունը այնտեղ ծախս անի, պետքա պարտքի մեջ ներառվի։ Դա բայց այդ մոտեցումը միջազգային տեսանկյունից ներկայիս դրությամբ չի կիրառվում, հա, այսինքն դա թեորիայի տեսակ է, որը կա, ինքը գոյություն կարա ունենա, բայց այս պահին արժույթի միջազգային հիմնադրամի կողմից սահմանված պետական ֆինանսների մասին վիճակագրությունը հենց սենց է ասում։ Մենք խախտման ենք հրապարակում, ինչը անընդհատ հարցեր էր առաջացնում, օրինակ եվրոբոնդերի թողարկման ժամանակ ամեն անգամ մեզ ասում էին մի հատ բացվածքը ցույց ենք տալի կենտրոնական բանկը մեջը, ասում էին խիա կենտրոնական բանկը մեջը, կարող է անկախ չի։ Այսինքն մի անգամից մեզ այդ հարցը առաջ տալիս էին, ասում են, «Էս խեք կենտրոնական բանկը ներառում, դուք ինչ գործ ունեք կենտրոնական բանկի
պարտավորությունների հետ ընդհանրապես, իսկ հետո հարցեր էին տալի նրա վերաբերյալ, իսկ կարողա ձեր մոտ կենտրոնական բանկի վրա ինչ-որ ազդեցություններ կան պետությունից, իսկ կարողա դրա համար մենք ասում ենք, եկեք հանենք, որ հարց մեր մոտ կենտրոնական բանկը բավականին անկախ է, ես բողոքում եմ, որ ինքը չափից դուրս անկախ է, բայց չէ, իրականում ինքը անկախության տեսանկյունից ինքը բավականին անկախ է, օրինակ հենց գնումների տեսանկյունից, լիքը ուրիշ բաների տեսանկյունից, հաշվետվողականության տեսանկյունից, ինքը մեր մոտ բավականին հզոր կառույց է ստեղծվել ու այդ հզոր կառույցը պետք է շարունակի անկախ լինել իմ կարծիքով, չնայած ես կարամ բողոքեմ որպես ֆինանսների նախարարություն, որ չափից դուրս անկախ է, ճնշում է մեզ եւ այլն։ Ներողություն, եկամտաբերության փոփոխության վերաբերյալ ես կխնդրեմ ուղղակի որպես փաստ արձանագրեմ, հենց անպայման իսկ մուրհակների վերաբերյալ խնդրեմ մուրհակների Ներողություն, որ խնդրեմ կներկայանաք։ Մելիքյան Մարին է պետական բանկի կառավարման վարչության պետի պարտականություններ կատարող ֆինանսների նախարարություն։ Մուրհակը մեր տեսակետից համարվում է վճարային փաստաթուղթ, բայց մենք մուրհակ տրամադրում ենք նաև կենտրոնական բանկին կապիտալի, երբ որ բացասական է լինում կապիտալը համադրելու համար։ Այդ տեսակետից սա կենտրոնական բանկի առաջարկն ա եղել, որ որպես պայմանական պարտավորություն համարվի, որտեղ իր բնույթով ինքը պայմանական պարտավորություն է պետության համար։ Այդ մուրհակն է հիմքում ընկած եղել։ Մյուսները վճարային փաստաթղթեր են եւ պարտքային գործիքներ չեն, դրա համար պայմանական պարտավորությունների մեջ են հաշվառվում։ Խնդրեմ, պարոն Խաչատրյան, արձագանքեք։ Խնդրում եմ միկրոֆոնով։ Երբ ժամանակին շնորհակալություն էքսկուրսիա համար, բայց ժամանակին երբես տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար էի, այդ հայցակարգը գրել էի։ Եվ եթե մինչև 16 թիվը ՊՄԳ-ն դիտում էր պետությունը ինչ կարող է անի բիզնեսին, օրինակ туриզմի զարգացում էր գնում, պետությունը ճանապարհ է կառուցում, ինչ որ վանք, որ մարդիկ գնան։ Հիմա այդ ժամանակ արդեն այդ build, operate, transfer եւ ամեն ինչ եղավ, այդ սա հասկանում եմ։ Ես ՊՄԳ-ն դիտարկեցի վարկի որպես համապան փոխարինիչ եւ առաջարկեցի Ֆիննախին հաջորդ անգամ, որտեվ գալու են այդ օրերը, որ բյուջետային աջակցության վարկի փոխարեն, լավ ՊՄԳ պայմանագրեր բերեն։ Մյուս խնդիրը, ես շատ լավ հասկանում եմ ինչ նշանակում պարտավորություն, ինչ նշանակում պայմանագրային պարտավորություն եւ կան